Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Չնայած բազմաթիվ մարտահրավերներին Վրաստանը դրսևորել է մեծ տոկունություն։ Խելամիտ տնտեսական քաղաքականության եւ ֆինանսական կարգապահության շնորհիվ մենք պահպանել ենք տնտեսության կայունությունն ու առողջությունը։ Դրա արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել արտաքին ցնցումները եւ հասնել տպավորիչ առաջընթացի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին ՄԱԿ-ի զարգացման ֆինանսավորման հարցերով 4-րդ միջազգային համաժողովի ժամանակ։ Բոջորիշվիլու խոսքով 2021 թվականին Վրաստանում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ, իսկ վերջին 4 տարվա ընթացքում միջինը 9.7% աճ։ Մեր երկրի տնտեսական աճն ընդգրկում բնույթ ունի եւ ձեռքբերումները պայմանավորված են առևտրի, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի եւ ծառայությունների ոլորտներում զգալի արդյունքներով։ Արագ վերականգնման միտումներ են նկատվում նաեւ զբոսաշրջության ոլորտում։ 2024 թվականին ստացված եկամուտը 35%-ով գերազանցել է համավարակին նախորդած ցուցանիշը եւ աճը շարունակվում է նաեւ 2025 թվականին։ Բոջորիշվիլին հավելել է, որ Վրաստանն աչքի է ընկնում էական առաջընթացով եւ ներդրումային գրավիչ մթնոլորտով, ինչը պայմանավորված է կայուն իրավական համակարգով եւ բիզնեսին նպաստող միջավայրով։ Իոսիֆ Ստալինի պետական թանգարանը կվերականգնվի։ Վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն հուշահամալիրում եւ թանգարանի տաղավարում։ Նախագիծը կիրականացվի թանգարանի միջոցներով։ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունը հայտնել է, որ վերականգնման համար հայտարարված 2 մրցույթներն ավարտվել են բացասական արդյունքներով։ Նախագծի գնահատված արժեքը կազմել է 109.430 լարի։ Փաստաթղթերի համաձայն մրցույթին հետաքրքրություն է ցուցաբերել միայն Վելմարի ՍՊ-ն նշված ենթակառուցվածքային նախագծի իրականացման համար ներկայացնելով 107.107 լարի հայտ։ Սակայն ընկերությունը որակազրկվել է տեխնիկական պատճառով, որը կապված է եղել փաստաթղթերի հետ։ Թուրքական ոստիկանությունը 120 մարդու է ձերբակալել Իզմիրի քաղաքապետարանում կաշառքի գործի հետաքննության շրջանակում, այս մասին հայտնում է Հյուրիեթը։ Ձերբակալվածների թվում է Իզմիրի նախկին քաղաքապետ Թունչ Սոերը։ Գործով ներգրաված է նաև քաղաքապետարանի հետ առնչություն ունեցող Իզբետոն Աշ շինարարական ընկերության նախկին գործադիր տնօրեն Հևալ Սավաշկայան եւ քաղաքային վարչակազմի պաշտոնյաներ։ Ընկերության ղեկավարությունը մեղադրվում է այլ շինկազմակերպությունների ներգրավմամբ մրցույթներում մանիպուլյացիաներ կատարելու եւ գրանցված ծառայություններն ու աշխատանքները չկատարելու կամ մասնակի կատարելու համար։ Նշված շինարարական ընկերությունն ակտիվորեն ներգրաված է եղել Իզմիրի շրջանում 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Թուրքիայի իշխանությունները հուլիսի 1-ից 15%-ով բարձրացնում են Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավերի տարանցման արժեքը, մինչեւ $5.83 1 ֆրանկի համար, հայտնել է երկրի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ 1936 թվականին Մոնտրեոյի կոնվենցիայի ստորագրումից ի վեր, որը կարգավորում է նեղուցների տարածքում նավագնացությունը, գումարը հաշվարկվում է ոսկե ֆրանկով։ Տարանցման արժեքը գրեթե 40 տարի մնացել է անփոփոխ, սակայն 2022 թվականից այն սկսել է բարձրանալ։ 2024 թվականին տարանցման արժեքը աճել է գրեթե 15%-ով, մինչև $5.8 1 ֆրանկի համար։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուի խոսքով 2022 թվականի համեմատ թուրքական նավահանգիստներ չմտնող նավերի տարանցման արժեքը գրեթե 7 անգամ աճել է։ Ուրալօղլուն ասել է, որ 2024 թվականին թուրքական նեղուցներով 21000 նավ է անցել եւ թուրքական իշխանությունները տարանցման համար ստացել են ավելի քան $227 միլիարդ։ Հուլիսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Ինչպես հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի եւ բանակցությունների իրական հնարավորություն կտա։ Իրանական կողմի հաղորդագրության համաձայն արտգործնախարար Արաղչին նշել է, որ Թեհրանն աշխատում է Իսլամական Հանրապետության տարածքում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վերջերս իրականացրած հարձակումներին ներգրաված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, միաժամանակ միջազգային ատյանների միջոցով փորձում է փոխհատուցում ստանալ վնասի համար։ Միրզոյանը եւ Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի։
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից իրականացված ռազմական հարձակումներից լրջորեն վնասվել են։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև նոր բանակցությունների հեռանկարի մասին հարցին Մոհաջերանին պատասխանել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտարարել է, թե այս հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել եւ բացառել է մոտ ապագայում նման բանակցությունների մեկնարկի հնարավորությունը։ Նա ասել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վնասվել է 3500 բնակելի շենք, որից 332-ը Թեհրանում։ Կառավարության խոսնակը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմում զոհվել է 935 իրանցի, այդ թվում 140 կին եւ երեխա, իսկ ավելի քան 5600 մարդ վիրավորվել են։ Մոհաջերանին նաեւ հավելել է, որ հունիսի 23-ին Թեհրանի Էվին բանտի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 79 մարդ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանն ընդունել էր համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծ։ Պատգամավորները նման որոշման ընդունումը կապում էին իրանական միջուկային մի քանի օբյեկտների վրա Միացյալ Նահանգների հարվածի հետ։ Այսուհետ ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքը Իրան արգելվում է, եթե երկրի միջուկային օբյեկտների անվտանգությունը եւ միջուկային խաղաղ ծրագրերը չերաշխավորվեն։ Ուրալյան Լուկոյլ ընկերությունների խմբի Ուրալյան արտադրական միավորման ղեկավար Ահմեդ Հաջիևը ձերբակալվել է եւ տեղափոխվել դատարան, ավելի ուշ նա ազատ է արձակվել։ Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջան-Ուրալ կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին։ Նրա մեքենան կանգնեցվել է Բաքու Պլազա առևտրային կենտրոնի տարածքում, ուժայինները կոտրել են ապակիները եւ տղամարդուն դուրս բերել մեքենայից։ Հաղորդվում է, որ նրան ձերբակալել են որդու հետ, սակայն ավելի ուշ ազատ են արձակել։ Շիխլինսկուն հարցաքննել են մի քանի օր առաջ Եկատերինբուրգում տեղի ունեցած ուժեղացված ստուգումների ժամանակ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ ավելի վաղ ծնունդով ադրբեջանցի Շիխլինսկուն դիտարկում էին իբրև հնարավոր շահառուի առևտրական Յունիս Փաշաևի սպանության գործում։ Վերջինս դանակահարվել էր 2001 թվականին փողոցում։ Հաղորդվում է, որ ձերբակալված Շահին Շիխլինսկին որպես վկա է ներգրաված Սաֆարով եղբայրների քրեական գործով։ Որոնեժում էլ ձերբակալվել է ադրբեջանցի ձեռնարկատեր Ալեքսեյ Յանշուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը։ Ռուսական լրատվամիջոցները վերջինիս անվանում են ադրբեջանական սփյուռքի ոչ պաշտոնական առաջնորդ։ Բաքվում Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցելու եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված բոլոր 8 Ռուսաստանի քաղաքացիները 4 ամսով կալանավորվել են։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնցից ակնհայտ է, որ Ռուսաստանի քաղաքացիները դաժանորեն ծեծի են ենթարկվել ձերբակալության ժամանակ։ Ձերբակալության մասին հաղորդագրությունները տարածվել են Մոսկվայի եւ Բաքվի միջև լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Ադրբեջանի անվտանգության ուժերը խոզարկություն էին անցկացրել Բաքվի Սպուտնիկ գործակալության գրասենյակում ձերբակալվել է 7 անձ, այդ թվում Սպուտնիկի Բաքվի գրասենյակի ղեկավար Իգոր Կարտավիխը եւ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սպուտնիկի եթերում անդրադարձել է Ռուսաստան-Ադրբեջան լարվածությանը, Բաքվում Սպուտնիկ-Ադրբեջան ծառայության լրագրողների եւ Ռուսաստանի այլ քաղաքացիների ձերբակալությանը։ Ադրբեջանական կողմն երբեք չի բողոքել լրատվամիջոցի աշխատանքի հետ կապված, ոչ ձևի, ոչ էլ բովանդակային առումով։ Ես չեմ լսել Բաքվի որևէ բողոք։ Ակնհայտ է, որ լրագրողների ձերբակալությունը պայմանավորված է ոչ թե նրանց աշխատանքի հետ կապված խնդիրներով, այլ ուրիշ գործոններով։ Արտգործնախարարության ներկայացուցիչը շեշտել է Մոսկվայի եւ Բաքվի բարեկամական հարաբերությունները չափազանց կարեւոր են, իսկ դրանք փչացնել ցանկացողները պետք է լավ մտածեն ինչ-որ քայլ անելուց առաջ, հավելել է Զախարովան։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոք էր հղել Ռուսաստանի դեսպանին Եկատերինբուրգում ուժայինների կողմից ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալության եւ սպանության համար։ Սպուտնիկ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին էլ Ռուսաստանի արտգործնախարարությունն էր կանչվել Ադրբեջանի դեսպանը։ Ըստ հաղորդագրության նրան բողոքի նոտա են հանձնել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների եւ երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնել նրան Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու համար։ Զելենսկին տեղեկացրել է նաև, որ ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ հայտնել իր աջակցությունը։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին եւ սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը։ Նա նաև նշել է, որ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, էներգետիկ եւ հումանիտար ոլորտներում գործակցությունը։ Կողմերը պայմանավորվել են տնտեսական գործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ անցկացնել։ Մարոտ Հարվերդյան, հարևաններ։